Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորից, սկզբի համար կխնդրեմ դնեցել լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, Ժողովուրդ ջան, հենց նոր ես լսում էի Վարդան Ղուկասյանի ձայնային կոչը, հա, եւ պարզ դարձավ, որ մինչեւ հոկտեմբերի 28-ը այն կոչին, որ եկեք տարաձայնությունները մեկ կողմ դնենք եւ միավորվենք եւ պայքարենք թե ներկայիս թե նախկին իշխանության դեմ եւ ազատագրենք Հայաստանը, հա, այսպես ես իմաստն եմ ասում ոչ թե բառացիորեն, ոչ մի արձագանք չի եղել։ Եվ եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, Վարդան Ղուկասյանի առաջվա ձայնագրությունների մեջ ասվում էր, որ ցանկալի կլինի, որ արձագանքեք մինչև հոկտեմբերի 27-ը։ Ճիշտ է, հոկտեմբերի 27 չէր նշանակված ինչ-որ վերջնական ժամկետ, բայց ցանկալի կլինի, հասկանում եք, որ ցանկալի կլիներ մինչև հոկտեմբերի 27-ը արձագանքեին, քանի որ Վարդան Ղուկասյանը դոգը ցանկություն ուներ հենց հոկտեմբերի 27-ին կատարել ինչ-որ մի արարողություն, այսպես եկեք ասենք, հա։ Եվ արձագանք չի եղել։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասել։ Ես ուզում եմ ասել մի քանի բան ունեմ շատ կարևոր ասելու, թե Վարդան Ղուկասյանին, թե Վարդան Ղուկասյանի կուսակցությանը եւ թե ընդհանուր այս ամեն ինչին։ Նախ եկեք սկսենք հատ-հատ։ Վարդան Ղուկասյանը, որ այդ մարդկանց անունները տալիս է, որ համարում է քաղ բանտարկյալ, ընդ բացառությամբ մեկի մնացածը քաղ բանտարկյալ չեն, նրանք հանցագործ են։ Հանցագործ։ Հասկանում եք, եւ կխնդրեմ, սա իհարկե հենց ձեր շահերից է բխում, պարոն Ղուկասյան, դոկի մասին է խոսքում, որ իրանց քաղ բանտարկյալ չանվանեք, քանի որ քաղ բանտարկյալը այստեղ է, հա, իսկ հանցագործները այստեղ։ Երբ որ քաղ բանտարկյալը հանցագործներին անվանում է քաղ բանտարկյալ, ավտոմատ կերպով հավասարվում է նույն հարթության վրա, դառնում է նույն նիվելի մարդ։ Իսկ դա լավ չի ձեզ համար, հենց քանի որ դուք ի տարբերություն իրանց քաղ բանտարկյալ եք։ Հիմա բացատրեմ, քաղ բանտարկյալը այն մարդն է, ով երբեք հանցանք չի կատարել, հասկանում եք, բայց ձերբակալվել, այսինքն բերանը փակել են քաղաքական հայացքների համար, քաղաքական տեսակետների համար, այդ մարդը քաղ բանտարկյալ է, հա, այդ մարդը որ ձերբակալում են, ինքը հանցանք չի արել, ոչ մի բանի համար բռնել են, միայն քաղաքական հայացքների համար։ Դրա համար դուք քաղ բանտարկյալ եք, դուք հանցանք չեք արել, ճիշտ է, ձեզ բանտարկել են ձեր բացահայտումների եւ քաղաքական տեսակետների համար, այդ դրա համար ձեր բերանը փակել են, ձեզ ոչ էլ չեն էլ բռնե քվուր տալու համար, հա։ Ոչ, ես միշտ ասել եմ, չէ, Վարդանի դեմ բան ունեք, հա, որ ասում են քֆուրատալի, ինչ ես իր համար խոսում, ախպեր քֆուրատալի գնացեք քֆուրի համար բան արեք, դատի տվեք, պատիվ պահանջեք։ Հասկանում եք տարբերությունը։ Այդ դրա համար դուք քաղ բանտարկյալ եք։ Մի անվանեք հանցագործներին, պարոն Ղուկասյան, քաղ բանտարկյալ, նրանք քաղ բանտարկյալ չեն։ Եթե խոսքը գնում է Գյումրիի Վարդան Ղուկասյանի մասին, հա, որ քաղաքական առևտրի մեջ ձերբակալված, նախ եկեք սկսենք նրանից, նախ ինքը հանցագործ է եւ ընդհանրապես չպետք էր մասնակցել ոչ մի ընտրություններին, եթե մենք ունենայինք առողջ իշխանություններ, հա։ Երկրորդը դուք կարող եք քննադատել մեր երկրի իշխանություններին ուրիշ մի ձև, ասեք, ինչու եք դուք հանցագործին որպես քաղաքական գործիք օգտագործում ի նպաստ ձեր քարոզարշավին, հա, քանի որ շուտով ընտրություններ են գալի։ Սա ուրիշ բան, բայց դա ասել, որ նա քաղ բանտարկյալ է, նա քաղ բանտարկյալ չի։ Եվ այո, այդ ձայնագրությունները իրական են։ Դրանք այդ IA-ով սարքած չեն։ Մարդը 6 ամիս էլ չի դիմացել, արդեն բան է անում, կաշառք է ուզում։ Դա նորմալ է, ու այդ մարդն հիմա պետք է գա ձեզ միանա։ Դու գիտեք, որ ասում է, չէ, որ նայեք, Վարդան Ղուկասյանը Գյումրիի ես տեսել եմ չոքած աղոթով նկարում են, չոքում էթում աղոթում է եկեղեցիում, տեսել եմ, որ նույն ձև գնում է անիում է չոքում աղոթում, ոչ եմ ամեն անգամ էթում է ինչ-որ միտեղ չոքում աղոթում է, ու կողից ինչ-որ մեկը նկարում է, չոքում աղոթում է, կողից ինչ-որ մեկը նկարում է, հա։ Ինչ էր ասում Հիսուսը։ Ես ձեզի հիշացնեմ, այ որ դուք լավ ընկալեք ում մասին է խոսքը, դե մենակ աշկ ծակելու համար չի, հա։ Ասում է ոբշեմ, աղոթքը պետք է լինի անկեղծ եւ ոչ ցուցադրական, ուշադիր լսեք, ոչ թե հրապարակայինորեն,
միայն մարդկանց ցույց տալու համար։ Սա ես չեմ ասում, սա Հիսուսն է ասում։ Այն մարդիկ, ովքեր աղոթում են, այդում են չոքում են կողից վեճնի մեկը նկարում է ու դրած մեկն է նկարում, հատուկ, որ ցույց տա։ Այդ մարդը ոչ մի կապ չունի այդ որ տես դնում նկարում եք, չէր հիշում, որ Հիսուսն ինչ էր ասում, բա որ այդքան ինքը բան էր հավատացյալ մարդ էր, եկեղեցու համար է պայքարում, հա, բա չէր հիշում, որ Հիսուսն ինչ էր ասում, որ ասում է այդ աղա, ցուցադրական աղոթներ մի արեք, անկեղծ, գնացեք ձեր սենյակը փակվեք, կամ ձեր անկյունը մտեք եւ աղոթեք, բա սրա մասին ոչ մեկ չի ասում, բա ես եմ ասում, ասեմ, որ բոլորի աշկը բացվի, քաղ բանտարկյալ, չէ մի չէ, ինչ վերաբերվում է Բագրատին, ես նույն բանն էլ կարամ Բագրատին ասեմ, մի խոսքով, պարոն եւ հարգելի դոկ, այդ մարդիկ նախ առաջի հերթին, չեն գա ձեզ միանան, այն մարդուն միանան, ով որ պետք է, հա, բանանի նստացնի Ռոբերտ Քոչարյանին, ես ուզում եմ հիշացնեմ, իրանք Ռոբերտ Քոչարյանի տասովչիկն են, տասովչիկը, հասկանում եք, իրանք վեշնի, սրա Հայաստանում ես 100 անգամ ասել եմ, շերտավոր տասովչիկներ կան, ուրեմն կան բարձր տասովչիկներ, այդ տասովչիկներն ունեն իրանց ավելի փոքրիկ տասովչիկը, ավելի փոքրիկ տասովչիկը, ավելի փոքրիկ տասովչիկը, ու այս սրանց համար, ամեն մեկի համար, այս տասովչիկներ են, ուրեմն լսեք, ամենալավ օրինակը վերջինս դեպքերն էին Գյումրիին, որ ես ինձ ճաղում էի, ասում էի, լսեք, Գյումրիի ժողովուրդ, այն խոսացողներին կողից, հա, զայն փախցնողներին մի հավատացեք, ասում էի, սրանք տասովչիկ են, վերջում միանալու են, վերջում այդ ձայները հավքելու են, տան այնրան ումոր որ ամենակիչն եք ուզելու որ տան, ասիմ եղավ, համի նույն բանն էլ էտա, դոգին պետք է եթան միանան, որ դոգը բռնի իրանց ամենագլխավոր տասովչիկին, նստասին տես բան չի կարալի, դա մոռացեք, եթե սա ստրատեգիա է, ժողովրդի աշկը բացելու, աշխատում է, սա կաշխատի, այն մասայի մոտ, ով այս ամեն ինչը չի հասկանում, իսկ այն մասայի իմ նման մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են, por favor, սենց են ասում այստեղ, համի լսեք, եթե դուք ուզում եք Հայաստանը փրկեք, սա ընդհանրապես բոլորին է վերաբերվում, ոչ մի հանցագործ պետք է համախմբվի, մեղքերի թողություն տա, հասկացանք, երկիրը թալնել են, միրա լավ, հանուն Հայաստանի փրկության, այդ ամեն բան անեմ, ներողություն, մեղքերի փրկություն, ես շատ եմ սիրում իմ Հայաստանը, 6 ամիս չի անցել, արդեն կաժարք են վեկալում։ Լսեք, կա Չիլիում կար մի հատ մեծ ամորզիներով տղամարդ, հա, անունը Պինոչետ էր, 73 թվականին, շատ լավ հասկանալով, որ իր երկիրը տանում են պարկստեն սովետի տակ է սա, ու իր երկրի ապագան դառնում է Կուբայի ապագան, իսկ ով Կուբան չգիտի, հա, մտեք, հետաքրքրվեք, իմացեք, թե Կուբայում ինչ վատ վիճակ է, կարծեմ նոր է ինտերնետ բան, թողում ժողովրդին, որ նոր օգտագործեն բան, ամեն ինչ են չեքերով այն փի սովետական ոչ է մաղկատություն, Կուբան են մենակ են տուրիստական տեղերը չի, որ տանում են, որ դրանից ներս ուրիշ կյանք կա, սենց գնացեք, իմացեք, в общем, ջոգելով, որ այդպիսի բան ա լինում, շատ լավ հասկանալով, սենց սովորական լեզվով ասեմ, որ հասկանաք, ինքը չասես, գիտեք են հանցագործներին, եկիք միանանք, իթանք սրանց դեմ, փրկենք մեր երկիրը, լինելով, նաև, դուք էլ եք զինվորական, ինքն էլ ա զինվորական, ինքը ճիշտ քայլ արեց, նախ ինքը զինվորական հեղաշրջում կատարեց, բոլորին լսնելով Սանտիագո ստադիոնը, հա, բոլորին նկատի ունեմ այդ մեղավորներին, եւ այստեղ ուշադրություն, ոչ միայն երկիրը կործանում տանող քաղաքական գործիչներին, այն նաև իրանց համար աշխատող են փնթի լրագրողներ կան, այն Հավայի, որ սենց ժողովրդի ուղեղ ուզում են լավան, այ դրանցով, սաղին սենց են իրանց փնթի բաներով, դատապաշտպաններով, այս այդ դատապաշտպաններին մի հատ են արշակի վրով կաստեմ, մի քիչ համբերություն, դրանց բոլորին լցեց Սանտիագոն եւ ձեր լեզվով ասած, պարոն Ղուկասյան,
Սաղին արեց կուկուլալա կումամբա եւ փրկեց իրանց երկիրը։ Այդ ձև են աշխատում, ոչ թե ասում են հանցագործինարի մետ միացի, ինչ միացի, այդ աղա բռնեց արեց կուկուլալա ուղերգեստաներով։ Ու բոլորին չի որ գնդակը արել են այնտեղ, էդ էլ ասուտ, ես ասեմ իմացակ։ Մի մասը ստացել են իրենց արժանի պատիժը, բանտարկյալ լինելով, մի մասը հատուկ աշխատանքների են եղել, իսկ մույս մասը ընդհանրապես ներում չեն ունեցել եւ գնդակը հարվել են, եւ դա փրկեց Չիլին Կուբայի ճակատագրից։ Փրկեց Չիլին, որ չկոխեին սովետի տակ եւ սարքեին մի հատ փնթի երկիր, Կուբայի նման, հա։ Հասկանում եք, այդ ձև են գործանում։ Հանցագործի հետ ճանապարհ էթալ չկա։ Հանցագործի հետ քայլ անել չկա, այդ մարդը այն կարմիր կովը կաշին չի փոխում, հանցագործը միշտ հանցագործ է։ Նա այն մարդով 6 ամիս էր էթում չոքում աղոթում է, բայց հետո ընտրակաշարք հավեկալ մտի արդեն մոռացար Աստծուն։ Ինչ երկրի փրկության մասին է խոսքը այդպիսի մարդու հետ։ Բագրատի հետ, ինչ երկրի փրկության մասին է։ Այստեղ քաղ բանտարկյալ միայն կա Միքայելը, չնայած շատ լավ գիտեն ժողովուրդը իմ վերաբերմունքը Միքայելի հանդեպ, որպես հոգևորական։ Բայց ես ասում եմ եւ նորից ասում եմ, նրա արածի համար պատիժը անհամաչափ է, հա, եւ իրան կարող էին տալ տնային կալանքով սահմանափակվեին կամ վարչական ինչ-որ դուժով սահմանափակվեին։ Մեր երկրում ավելի լուրջ հանցագործներ կան, բայց տարան 2 տարի նստեցին, նա քաղ բանտարկյալ է։ Դրա համար ասեցի ես, բացառությամբ մեկի մնացածը քաղ բանտարկյալ չեն, հանցագործ են։ Հանցագործ։ Եվ իրանք չեն կարող փրկել մեր երկիրը։ 10-ով կանող են էլ ավելի մեծի համար, են մեծն էլ, ախր Հայաստանում քաղաքական գործիչն էլ չկա, այն ամենամեծն էլ, այն էլ 10-ով կայ անում մի ուրիշ մեծի համար։ Այս դեպքում կարանք ասենք Պուտինի համար։ Համի ինչ վերաբերվում է այն դատապաշտպան են, իրավապաշտպան են, ինչ են, ես արդեն բոլորին կասկածով եմ վերաբերվում, հեսա իրանց էլ մի հատ կանրադառնանք, ուրեմն Արշակ, եպիսկոպոս ոնց հա Իրանը Խաչատրյան, հա Խաչատրյան, լսեք, ուրեմն չեմ ողջունում միանգամից ասեմ այն վիդեոները, որոնք որ տեղադրվեցին ինտերնետում, համացանցում, ժողովուրդ ջան, դա իհարկե ողջունելի չի, դա խայտարակություն է, բայց իմ ուշադրությունը գրավեց այդ դատապաշտպան են, իրավապաշտպան են, ինչ են, դրանց հայտարարությունները, ուրեմն լսեք, դուք ինչ գործ ունեք, մտնում եք իր անձնական կյանք, այս հայտարարությունները, նա իր անձնական կյանքն ունի, եւ այլն, միացես մի հատ այն որ ասում է կեղտ ուզում են թաքցնեն, ցես մի հատ մի ձև սվաղեն էդ, հա, բռնվել են այն անձնական կյանքից, sense կախվել են այն անձնական կյանքից եւ sense ջայլամի պես գլոխները կողել են հողի տակ, ворները հանել են sense օտկաներեք էս խոսքերի համար, էլ բառ չկա ասելու, էլի։ Ամի ուշադիր լսեք։ Իրավապահ, ոնց են ասում իրավապահ, ինչա։ Ուրեմն լսեք։ Մի հատ այս բառը շատ ավելի ուշադիր լսեք եւ ասում է հայ, այս հայ բառը շատ ուշադիր լսեք։ Հայ առաքելական եկեղեցին է, չէ՞, հա։ Սուրբ մեր հայ առաքելական եկեղեցում ուրեմն որ չսխալվեմ, նորից ասեմ, եպիսկոպոս, հա, Արշակ եպիսկոպոսը նախ ազնական կյանք չի կարող ունենալ, լսեք, ազնական կյանք չի կարող ունենալ, որտեղ նրա ազնական կյանքը արդեն երթումով, ինքնակամ, ոչ թե զորով բերել են, այ ինքնակամ երթումով կուսակրոնությունն է, որի հարսը հայ առաքելական եկեղեցին է, իսկ գիտեք հայ առաքելական եկեղեցին ումն է, գիտեք ումն է, հայ ժողովրդին է, այսինքն նրա ազնական կյանքը մեր եկեղեցին է, իսկ մեր եկեղեցին մերն է, այդ տեսակ ոնց է նրա ազնական կյանքը մեզ վերաբերվում, այդ սուտի իրավապահներ, այդ որ դուք ջայլամ եք, ջայլամի նման գլուխներդ կոխել եք հողի տակ եւ այս ամենը չեք հասկանում, դուք ընչեք իմ ժողովրդին այդ ձև բաներ էլ է ասում, գոնե դուք ասեք դատապարտում ենք վիդեոները, այո դատապարտում ենք, ով որ գցել է գլուխը պատինա տվե, այո գլուխը պատինա տվե, բայց էս ինչ է, էս ինչ է Արշակ, ուրեմն եթե ասում եք Տեր Արամը
խաղալիքին մերոնա քսել, ինչ իրավունքով է մերոն քսել, դուս եկեղեցուց, վռնդեք Արամին եկեղեցուց, վա, հայրապետի մասին վատ բաներ ասեց, դուս եկեղեցուց, այսի եպիսկոպոսը ուրեմն գնացել է երթումակերը, որ իր անձնական իր հարցը, հայոց, հայ առաքելական եկեղեցին է, հայ, որ իր անձնական կյանքը մեր եկեղեցին է, գնացեք այֆավատ ալնում վիդեոն կա, բանը կա, տենում ենք ինչեր անում, կցենք, պաղծմա մեր եկեղեցին, այդ է նմես, ու դրա մասին դուք ձեն չեք հանում, ու սրան ոչ մեկ չի հանում եկեղեցուց վռնդի, ոչ մեկ կարգալույց չի հանում, դուք ասում եք նրա անձնական կյանքը, Դեշի տեղ եք դրետ, թոլի դուք ջայլամ եք, տես ջայլամ ուզում եք մնակ, դուք չեք հասկանում, ես մեռասելով լսեք, մեր երկրի, մեր ժողովուրդը շուտվանից, արդեն իր գիտակցությունը բարձրացրել է, և այսպիսի բաներ շուտվանից հասկանում են, չէ կարա դուք կապիկի տպավորություն, ջայլամի տպավորություն թողում, ավելի խորանում ես ձեր անկմանը, ինչու, կամ չեմ հասկանում այդ ինտերնետային շինծ ու լայքերին եք հավատում, անդիմա դտմիկների ғրգած ֆեյկային լայքերին եք հավատում, գիտեք ժողովուրդը հավատաց ձեզ արա, դուք յանները տարած չի, դուսը վրեկներըդ ղժում են այդ ձեր ասասների համար, որտև դուք մեկը մույսից չեք պատկերացնում, մեկն էլ ասում է, այդ չորերը հակ, դուք ոնց կարաք սեզ բան անեք, չգիտեմ, այդ չորերը հակելա Մեսրոպ Մաշտոց, ոչ միայն Մեսրոպ Մաշտոցն է հակ է, շատերն են հակ է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է հակ է, հասկանում եք, Ներսե շնորհալին է հակ է, անգամ Գարեգին Նժդեն է հակ է, շատ քչերը գիտեն սրա մասին, դուք գիտեք, Խրիմյան հայրիկն է հակ է, այնքան մարդ հակ է, լսեք ուշադիր, տեսակ չէ ինչ մարդիկ են հակ է, շատ ավելի մարդիկ կան, որ սենց էլի պատվով մեր պատմության մեջ հզոր անուն ունեցող մարդիկ են հակ է, մեկ էլ այսօրվա, Ընտերներն են հակտում, որ եթում են միծի գակնոսներ սև դրած, թազբեղներով սենց, բան գլուխներն է սենց են անում ընգերց, բան կա ապես են, ջոգը մեկ արա, սրա մասին ոչ մեկ չի խոսում, սրա մասին մարդ չի խոսում, դրել ասում են ազնական կյանք, ինչ ազնական կյանք, իր ազնական կյանք իմ եկեղեցին է, իսկ իմ եկեղեցին ինձ է վերաբերվում, այսինքն ինքը ազնական կյանք պետք է չունենար, այո ինձ վերաբերվում է իր ազնական կյանքը, չի ուզում, իրանով աստիպիկ ուսակրոն դառնա, թող էդ հա, հրաժարական տուտ գնանքում էդ ինչ ուզում ես քնի, հելի զարտի պաչվի, ինչ ուզում ես արարավ, ինձ ինչ, այդ մարդը կնունք է անում, այս մարդ արել, հա, թո մի անգամ չի դարել, եպիսկոպոս, Թո մի անգամ չի դարը եպիսկոպոս, կնունք էլ արե, հարսանիք էլ արե, օրդությունն էլ ատվե, հմի ուշադիր ամենափիս պահը, ուրեմն դուս ա գալի, այս վիդեոն ասում են, ինքն էր ասում կարծեմ, որ 10 տարվա վիդեո է, թո հմի վիդեո չի, այսինքն, եթե այն մարդիկ ասում էին Նիկոլն է արե, պարզվում է Նիկոլը չի արե, հա, վիդեոյի մասին է խոսքը, միայն վիդեոյի մասին է, այսինքն ինչ է դուս գալի, ապեր ջան, որ դու այն վաղտվանից քո վրա հələ Սերժի իշխանությունը, հա, ունեցել է այս կադրերը, քեզ էլ ոնց ուզե ֆրցրել ասենց, այսյան է, դու էլ, այսինքն մարդիկ գնացել են սրա մոտ, լսի, ուշադրի լսեք։ Մարդիկ եթում են, չէ, բան են անում, չէ, արտահայտվում են, ասում են իրանց մեղքերը, որ բան են անում, մեղքերի թողություն են ման գալի, հա, ինչա դուս գալի, սի դանոսա հավք է, հա, սա իմ կարծիքն է աղբեր ջան, ես կարամ ենթադրեմ։ Իմ ենթադրությունը սա էսի դանոսա հավք է, մարսի այն բանն է, ուրեմն էսին մատ տեսակ շարունակեմ այդ միտքը։ Այն որ ասում են գործ տվող բան, հա, ասես մարդկանց վրա ուզում են ինչ-որ բան, երբ որ ասում են ես հանցագործությունը տեսար չասիր, դու վատ տղա ես, արա ո՞ս կարաս դու հանցագործությունը տե հարևանի տունը թալնում են դու չես ասում, բայց չասես թքեմ քո նման հարևանի վրեն, հա։ Ու այդ դրանց իրանց քանի որ ձեռ չի տալի մի քանիսին այդ քաղաքական sense մթոմ, հա, համ կամերան դնում խոսում են, համ ոստիկանների հետ գործ են ուզում անեն, համ դատերի մատերի, համ մթոմ իրանք նես թույն գողականով ապրող լավ տղա են, էլ մի խոսքով, ենքա ղժալու մարդիկ են իրանք ողիշ չեն հասկնում։ Ուրեմն, այդ որ մարդ
հանցագործությունը տենում է եւ ասում է, դա գործ տալ չի է։ Էդի գործ տալը այնա, այն ինչը որ իմ կարծիքով, իմ ենթադրությամբ արել է այս արշակը, որտեւ այս արշակի մոտ գնացել են մարդիկ մեղքերի թողության։ Այս մարդկանց մոտ, հա, մարդիկ եկել են մեղքերով, այն որ ասում պրիզնատ են եկել իրաց մեղքերը, արտահայտվել են իրաց մեղքերը, հանուն մեղքերի թողության, մեզ գնացել դանոսը հավք է բոլորի վրա, ու էսի հենց գործ տալն է, որ դու գնացել ասել է, գիտես ինչ կա, այն գյուղի այս աղջիկը սես բան արե, այն մի յուղի այն տղեն սես բան արե, էսի սրա հետա սես բան արե, այսպես սա մարդկանց վրա դանոս հավք է, ու սա կոչվում է եկեղեցու մեջի ծառայող բարձրաստիճան։ Հետո ասում են մեր եկեղեցին պղծել էր, արա բա պղծել էլ ոնց հալում, սրանք սենց են պղծում։ Հասկանում եք ուսակրոն եպիսկոպոսը սեռական հարաբերություններ է ունենում եկիս մարդու հետ կապ չունի ում հետ, որը որ կուսակրոն է, որի ազնական կյանքը մեր եկեղեցին է, այսօր պետք է գան ասեն Նիկոլն էր քանդում եկեղեցին, արա այսօր դու Նիկոլը չի նշանակե իրան, ում եք էշի տեղ դրե, արա սրանք են որ ասում են թուրքը երազում է քանդել մեր եկեղեցին, այո թուրքը երազում է եւ դրա քանդողը Գարեգինն է, որտեվ է սրանց Գարեգինն է նշանակե։ Ուր այո, սրանք շուտվանից քանդում եւ պղծում են մեր եկեղեցին։ Մեկ էլ մի հատ թես կա, ասում բա գիտեք ուրիշ եկեղեցիներում լավ։ Արա մեզ ինչ ուրիշ եկեղեցիներում, ինչ որ հարևանը վատնա, մենք էլ պիտի վատը լինենք։ Հովանավանքում կայացած պատարակի մասին, ասեք Ես մի երկու բան ուզում եմ ասեմ, ուզում եմ մի հատ առաջինը Տեր Արամ։ Այդ բռնապետերի անունը տալիս 3 անգամ լեզուդ կծի։ Դու հոգևորական ես եւ քեզի հոգևորականի շերտի եւ հոգևորականին վահել քեզ պահի։ Այդ որ ես այո պայքարում եմ մեր եկեղեցու ազատագրման համար եւ պայքարում եմ այդ կեղծ հայրապետի դեմ, դա չի նշանակում որ ես ռոզվի ակնոստներ եմ հագե եւ քո ասածները չեմ նկատում։ Բռնապետի անուն տալուց եւ ցանկանալուց որ մեր երկրում լինի այդպիսի բռնապետ լեզուտ 3 անգամ կծի։ Դու քո ախպեր ջան կպի քո եկեղեցիական գործերով։ Լավ է, հասկանում ես։ Մի մտի դու տետի քո տեղը չի, դու խամ առանց հասկանալու բաներ ես ասում, որը որ ավելի շատ ու վնաս է բերելու քեզ որպես հոգևորականի։ Առանց ես նորից կրկնում եմ, առանց հասկանալու բաներ ես խոսում, որը որ պետք է չասես ու վայելել չի մեր հոգևորականներին, որ այդպիսի բան խոսան։ Հասկանում ես, ինչ վերաբերվում է հենց քեզ կարգալույց անելը եւ հենց տեղի համայնքի չընդունելը, հա, սա հենց այն քայլն է, այն նշանն է, որ Գարեգինը կորցնում է իր ուժը, որտեղ հենց արդեն ժողովուրդը չեն ընդունում իր կողմից արած կարգալույց այդ արարողություն են ասում, ինչ են ասում, հրաման են ասում, այսինքն իր հրամանը չի ընդունվում եւ հենց այսպես է սկսվում իշխանության կորուստը։ Ընդհանրապես աշխարհում այս դեպքում չի կարելի իշխանություն ասել, իսկ բռնազավթի չէ եւ իր ուժը այդտեղ է կորում։ Բայց ես քեզ նորից ասում եմ բռնապետի անուններ մի տուր եւ քաղաքականությունից вообще մի խոսա։ Կապի քո հոգեվոր գործերին։ Էս էլ Տեր Արամին, մեկ էլ խորեն էր անունը, ես իրեն հոգեվոր անունն էր, տոլի չգիտեմ, իրական անուններ չեմ հիշում, հետո նկարը երևի ստե միտե կդնեմ կտեսնեք, իր մասին է խոսքը։ Ինչու դու ներկա չէիր այդ պատարակ։ Ինչու ներկա չէիր այնտեղ արարողության Հովանավանքում։ Ինչու դու ուր էիր։ Կարող եմ ես իմանամ դու ուր էիր։ Միջև այդ դու սախտեղեր այդում խոսում էիր բան Գարեգինի դեմ, բան, այդ հմին դե արարողություններ կատարվում, պատարակեր կատարվում, ուր էիր դու։ Այս հարցին մի օր պատասխան ես տալու դու, որովհետև իմ ականջին հեչ լավ բաներ չի ասնում խորեն։ Կարող է պաշտոն ես ստացել մի բան մոռացել ես։ Զգուշ եղի, հա։ Ես նորից ասում եմ, որ ես պայքարում եմ Գարեգինի դեմ, դա չի նշանակում, որ ես ռոզվի ակնոցներ եմ հագնում եւ չեմ տեսնում մնացածի գործողությունները։
թեև խորեն այսօր հələ որ այսօր այսքանը։ Այս է ես ուզում ասեի ձեզ սիրելի ժողովուրդ, այսքանն էի պատրաստել ձեզ համար, ես 6 օր եթեր դուրս չեմ եկել եւ կուտակել եմ այս ամեն ինչը, մի քիչ էլ էմոցիոնալ ներողություն, բայց չկա ուրիշ ձև սա արտահայտվելու, ես չեմ կարող շատ փափուկ այս թեմային անդրադառնամ, որտեվ ես տեսնում եմ ոնց են ուզում իմ ժողովրդին ապոշի տեղ դնել, ես դա թույլ չեմ տա եւ կբարձրաձայնեմ այս ամեն ինչը։ Մանավանդ այն սուտի իրավապաշտպաններին, որ առանց խորքային թեմային հասկանալու ջայլամային հայտարարություն են անում, դրա համար սրանից հետո ամենարժանի ձեզի ջայլամին վայել ձեզի, հա, խոսքեր եք ստանալու։ Այսօր այսքան ըստեյություն, հաջողություն։